Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դմիտրի Լյուբինսկին։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա է եկել մասնակցելու համաշխարհային ատոմային շաբաթ խորագրով համաժողովին։ Մինչև այս միջոցառումը կառավարությունում են քննարկվել նոր ատոմային էներգաբլոկի կառուցման հետ կապված հարցերը։ Նախքան համաժողովը ոչ ֆորմալ շփում է Պուտինի Փաշինյանի կողքին է նաև ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։ Կադրերում երևում է, թե ինչպես է Պուտինը Փաշինյանին ինչ-որ բան բացատրում։ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո սա երկու երկրների ղեկավարների առաջին հանդիպումն է։ Համաժողովին մասնակցում են նաև Բելարուսի, Մյանմայի, Եթովպիայի ղեկավարները, Իրանի, Ուզբեկստանի, Եգիպտոսի, Նիգերի եւ մի քանի մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Վլադիմիր Պուտինը խոսում է ատոմային էներգիայի առավելությունների մասին։ Ռուսաստանը մինչև 2030 թվականը կգործարկի աշխարհում առաջին միջուկային էներգահամակարգը փակ վառելիքի ցիկլով։ Այն կկառուցվի Տոմսկի մարզում։ Ուրանի համաշխարհային պաշարներն ըստ կանխատեսումների կբավարարեն մինչև 2090 թվականը, բայց կարող է եւ ավելի շուտ սպառվեն։ Ռուս գիտնականների մշակած հեղափոխական զարգացումը կօգնի լուծել այս խնդիրը։ Ռուսական դիզայնով կառուցված ատոմակայաններն ամենապահանջվածն են աշխարհում։ Մեր առաջնորդությունը պայմանավորված է հանգամանքով, որ խստորեն պահպանում ենք պայմանագրային բոլոր պարտավորությունները անկախ քաղաքական կոնյունկտուրայից։ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհակալություն է հայտնում ռուս գործընկերոջը Բելարուսի տարածքում ատոմակայան կառուցելու հարցում անգնահատելի օգնության համար եւ ասում է, բելարուսներն էլ են արդեն սովորել ատոմակայան կառուցել։ Պատրաստ են օգնել այդպիսի ցանկություն ունեցող բոլոր գործընկերներին, նաև Հայաստանին։ Да, Никола Иванович, если нужно, обращайтесь. Если президент одобрит, мы готовы приступать. Ռոսատոմի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովն ասում է, որ հպարտանում է 1977 թվականին կառուցված Մեծամորի ատոմակայանով։ Никола Иванович, мы так говорим, станция ваша, а гордость наша общая. Նիկոլ Վովայևիչ, ատոմակայանը ձերն է, բայց հպարտությունը բոլորինս է։ Եվ դրա այսօրվա կայուն աշխատանքն ու երկարաձգումը առնվազն մինչև 2036 թվականը մեզ համար միանգամայն հասկանալի է։ Մենք հարգանքով ենք հետևում, թե ինչպես եք դուք ընդունում նոր որոշումներ, ինչպես եք դիտարկում ատոմային էներգետիկայի ոլորտում հաջորդ քայլը եւ հասկանում ենք որքան կարեւոր է այդ քայլը, քանի որ դուք սահմանում եք երկրի քաղաքականությունն առաջիկա առնվազն 100 տարվա համար։ Հավատացեք, մենք կանենք ամեն բան, որ Հայաստանի ու հայ ժողովրդի բոլոր շահերը հաշվի առնվեն։ Փաշինյանն ասում է, ատոմային էներգիան անկյունաքարային նշանակություն ունի կայուն եւ մաքուր էլեկտրաէներգիայի համար։ Հայաստանը լրջորեն է վերաբերվում իր միջուկային պարտավորություններին։ Проект модернизации и продления эксплуатации армянской атомной электростанции Մոդեռնիզացիայի ծրագիրն ու հայկական ատոմակայանի շահագործման երկարաձգումը զուտ տեխնիկական հարց չէ, այլ Ռոսատոմի եւ միջազգային մյուս գործընկերների հետ վստահելի ու արդյունավետ գործակցության արդյունք։ Այս երկարաձգումը ամուր հիմք կստեղծի նոր էներգաբլոկին սահուն անցում կատարելու համար։ Հայաստանը մտադիր է շարունակել սերտ գործակցությունը ՄԱԳԱՏԵ-ի ու գործընկեր երկրների հետ գործող էներգաբլոկին օպտիմալ փոխարինող գտնելու համար, հաշվի առնելով տնտեսական արդյունավետությունը, անվտանգությունը եւ երկրի էներգետիկ համակարգի առանձնահատկությունները։ Շահագործման հանձնվող նոր էներգետիկ օբյեկտները կդառնան կարևոր գործոն տարածաշրջանային զարգացման համար։ Իսկ Մոսկվայում Հայաստանի դեսպանատան դիմաց Փաշինյանի այցի կապակցությամբ բողոքի ակցիա է կազմակերպվել։ Ցույցի մասնակիցներին վրդովեցրել են բարձրաստիճան հոգևորականների ազատազրկումները։ Ցուցարարները պահանջում են ազատ արձակել Բագրատ Գալստանյանին եւ Միքայել Աջապահյանին։ Իզաբելլա Հովանիսյան, Էպիկենտրոն։